Գնեք Սանկերամիկա կամ լոգասենյակի կահույք եւ ստացեք նույն գումարի չափով ծորակն ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am։ Ասում եք ապրիլյան բանի 44-օրյա պատերազմի զեկույց, այդ 44-օրյա պատերազմի մասին զեկույցի կարգավիճակում բան չի փոխվել։ Ինքը ի սկզբանե էլ պետք է լիներ գաղտնի, այնտեղ դրած է, գնացեք կարդացեք։ Գնացեք կարդացեք, ի՞նչ է գրած այնտեղ։ Այնտեղ ուզում եք ասեք, որ որևէ բան կա, լսեք, ես 2020 թվականից հետո այնքան ինֆորմացիա եմ կիսել 44-օրյա պատերազմի ժամանակ, ամենայն հարգանքով 1000 ներողություն, բայց 6 հատ այդպիսի հանձնաժողովը լինի, իմ ասածից ավել ինֆորմացիա չի կարա հավաքի։ Ուղղակի այդ ինֆորմացիայի բացակայության պատճառով չի կարա հավաքի ուղղակի։ Բա մի հատ դուք եք ասեք, այն ձեր բանի Հայաստան համահայկական հիմնադրամի փողերը ուտելու ձեր բանը քննիչ հանձնաժողովը ինչ եղավ։ Բա դրա զեկույցը ուր է, ինչ եղավ։ Ինչ եղավ, խի մոռացվեց։ Հիմա էլ լսեք։ Մի րոպե էլի, պարոն Խաչատրյան, մի րոպե։ Ավելացրեք վարչապետի ժամանակը ընդհատելու համար։ Շատ լավ։ Լսեք, մի տարի է ավելի շատ, այս ամբյոնից ասում են, բա մեր բաները, մեր օկուպացված տարածքները, մեր էսը, մեր արծվաշենը, բա այս բան, ասում եմ, նախկինում ասել եմ սահմանազատման արդյունքում պետք է լուծվի, հիմա էլ ասել եմ արծվաշենն ու բաները, մեր բանի տարածքները, օկուպացիայի տակ գտնվող տարածքները պետք է մենք վերադարձնենք։ Նախորդ շրջանում ամեն անգամ ասում են, մի հատ բան, բա ինչ եղավ, դրանից հետո հիմա ասում են, Ես ինչա, ոնց, ես ոնց, ես ինչ ուրեմն տվին, ամեն ինչ տվին, լսեք, կամ մի հատ էլ եկել են արդեն, վերադարձրին, բերեցին, տարան, կործանեցին, փլուզեցին ամեն ինչ, լսեք ամեն մեկը գոնե թող խոսա այն բաներից, որից հասկանում է, էլի։ Գալիս ֆինանսների նախարարը զեկույց է անում, խոսում է, ասում է դե մարդու համար, գալիս են, ասում են, չգիտեմ, այս ինչը թոշակը այսքան չի ավելացել, ինչ, իսկ դուք ասում եք մարդու համար, որ ճանապարհը մարդու համար չի, ջրամատակարարման համակարգը մարդու համար չի, դպրոցը մարդու համար չի, բանկապարտեզը մարդու համար չի։ Չէ, դուք զարմանում եք, որ իրանք նեղվում են տենց դպրոցից։ Բա իրանք ոնց են արել։ Բա իրանք ոնց են արել, որ իրանք պետքա բանը, իրանք փողերը տանեն Կիպրոսում ֆրցնեն, բերեն Հայաստանում ներդրեն որպես օտարերկրյա ներդրում, իսկ այդ դպրոց չունեցող երեխեքները իրանք մոտ բատրակ ու սափրագլուխ լնեն։ Բա ոնց է եղել։ Բա որ այդ երեխեքը տարերը իմանան։ Ոնց են իրանց, ով է իրանց մոտ սևագործ բանվորը լնելու։ Բա այդ երեխեքը իրանց պետք են որպես սևագործ բանվոր։ Սափրագլուխների բրիգադներ, քրեական թափթփուկ։ Բա որտեղից են այդ ռեսուրսը վերցնելու, որ իրանց քրեական թափթփուկ շարքերը լրացնեն։ Որտեղից։ Բա եթե դպրոցը լինի, մանկապարտեզը լինի, որ հանկարծ երեխեքի առաջին բառերը պապա մամայից հետո ասենք բան չլինի, հայհոյանք չլինի, իրանք ոնց են գոյատևելու այս երկրում։ Բա իրանք դրանից են նեղված։ Իրանք նեղված են, որ իրանց երեխեքին իրանք հնարավորություն ունեն Լոնդոններում բանում տանել, ինչ որ մի կերպ թքել կպցնելով տառերը սովորեցնել, ստեղի երեխեքը պետք է դպրոց չունենան։ Տարերը պետք է չիմանան, որ իրանց մոտ սևագործ բանվոր լինեն, իրանց շներին կերակրող լինեն։ Եվ առյուծներին կերակրող լինեն, իրանց մոտ սափրագլուխ լինեն,
Իրանց մոտ գողական թափթփու կլնեն, բա որ կրթվեցին այդ երեխեքը, ոնց որտեղից է ալնելու։ Հա պետք է ասել, պետք է առերեսվել, մեր ծրագրում Ղարաբաղի մասին էլ են դրույթներ եղել, հապկի մասին էջեր կան գրած, թե ինչպես ենք մենք հապկի շրջանակներում խորացնելու մեր հարաբերություններ եւ այլն։ Ղարաբաղի մասին էլ է գրած, գրած է, որ խաղաղապահները Հայաստանն էլ, բայց խաղաղապահներն էլ երաշխավորում են եւ այլն եւ այլն։ Ղարաբաղի մասին կա դրույթներ, իհարկե կա։ Կարող էին գնալ, շարունակել այդ դրույթների հետևից գնալ տենց բուլդոզերի նման, կարող էինք, բայց կկորցնենք մեր պետությունը։ Քաղաքական առաջնորդությունը տեղ է, որ դու քեզ վրա պատասխանատվություն ես վերցնում, որը ոչ մեկ չէր վերցնի։ Հեսա բանակցային թղթերը կբացահայտվեն եւ կտեսնեք, որ Ղարաբաղի անկախության թեման դա ֆեյք է, ֆեյք։ Մեկ էլ ո՞րն է խաղաղությունը։ Խաղաղությունն է նա, որ ասում են խաղաղությունը մեր ժամանակ էր, բայց այդ ժամանակ էր, օրինակ գիրանցի բանն էիք, սուքն էիք գլացում, սուքը, գիրանցը արդեն թաղում էիք անում, մի հատ է սրբազանը հակել էր են բանի շորերը, են թաղման շորերը հակել էր, բանը գիրանցի թաղումներ անում, խնկարկում էր գիրանցը, գիրանցում եղել է 102 տուն, հիմա կառուցվում է 55 տուն։ Գիրանցը այսօր Խորհրդային Միության ժամանակ կար, ասում են պակասածելնի բան կար, չէ՞։ Գիրանցը այսօր մեծ համար ցուցադրական, ընդհանրապես ով չի հասկանում, ասում են լավ չեմ պատկերացնում, բանը էլի այդ գաղափարախոսությունը, ասում եմ եկեք գնանք Գիրանց։ Ինչն է իրական Հայաստանը։ Եկեք գնանք Գիրանց։ Բա այս գիրանցը պարտված գիրանցն է, այն գիրանցը հաղթած գիրանցն է։ Մի հատ էլ ասում են 8 միլիարդ պարտք արտաքին աճել է, ինչ է կարել, նայում եմ ձեր վրա, նայում ասում եմ, նայում եմ ձեր վրա, հասկանում եմ, թե չգիտեք ինչ են կարել։ Լավ, չենք ուզում ասենք, էդ էլ ասենք, զենք են կարել։ Զենք ենք առել։ Պարտքով ենք զենք առել։ Այո, պարտքով ենք զենք առել, ինչի, որովհետև շատ է պետք եղել ու միանգամից։ Չեք հավատում, իրավունք ունեք, ասում եմ եկեք տանենք ցույց տանք։ Եկեք տանենք ցույց տանք։ Կարանք գնապիտակներն է վրից կպցնենք։ Որը ինչ արժի։ Բա եկեք տանենք մեր բանակի զենքերն է ձեզ ցույց տանք, ձեր ժամանակվա բանակի զենքերն է ցույց տանք։ Եկեք տանենք, դնենք կողքի։ Ինչ են կարել, բայց չգիտեք, որ կովիդ է եղել։ Վարկ ենք վերցրել, որ երկիրը կովիդը հաղթահարի պատերազմի ժամանակ։